Մեծ հույսեր են կապում ոչ միայն այսօր, այլ ընդհանրապես։ Միակ ուժն է, որ կարող է Հայաստանը այս իրավիճակից դուրս բերել։ Մի 6 ամսվա ընթացքում այս քանդած երկիրը նորից կկայունացնի ոտքի։ Անձամբ ես ուզում եմ տեսնել նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Շատ կառուցողական, հայրենանվեր, հայրենիքի մասին մտածող, երկրի անվտանգությունը պահպանող անձնավորության, շատ սկզբունքային ամենակարևորը, կյանքի ուղի անցած անձնավորություն որպես։ Ռոբերտ Քոչարյանն, որովհետև ինքը տղա է։ Կարող ես թուրքա հաբադակ այս զանգվածը, որ նոր այսօր նստած է իշխանության ղեկին, այդ ամեն ինչ է, դա ամեն հարցը լուծել։ Թուրքը չէր կարողանում հային դարձնել։ Թուրքը սատկում էր հային նայելուց։ Ռոբերտ Քոչարյանի աշխատանքը կարծում եմ շատ ակնհայտ է։ Մեր տարածաշրջանում Շիրակում եւ մասնավորապես Գյումրի քաղաքում անվտանգային առումով, եւ տնտեսական աճի առումով խոսելու ապացուցելու բան չկա։ Ակնհայտ է այս ամենը։ Եվ բնականաբար այսօր մենք մեր ժողովուրդը պետք է հույսը կապի նախագահ Քոչարյանի։ Ես այն սերունդն եմ, որը ապրել եմ այդ տարիներին։ Ես տեսել եմ, թե Ռոբերտ Քոչարյանը ինչպիսի աշխատանքներ է կատարել Հայաստանի Հանրապետության համար, դա այն դեպքում, երբ վերցվել էր այնպիսի մի ժամանակաշրջան, երբ ընդհանրապես տնտեսությունն էր ավերված, երկրաշարժից հետո ընկած ժամանակահատվածներ, Արցախյան առաջի պատերազմից հետո ընկած ժամանակահատվածներ։ Ես անվտանգ էի, հպարտ էի, ուրախ էի այն պարագայում եւ ունեի հզոր առաջնորդ։ Հզոր առաջնորդ իդեմս Ռոբերտ Քոչարյանի։ Հավատում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է մեզի հանի այս իրավիճակից, որում մեզի այս 8 տարի է գցել են։ Ու հավատում եմ, որ առաջ մեր հայացքները բարձր էր, կասիբոման էին գալի, ինքը կարող է մեզի հետի վերադարձնի։ Մարդը, որ անցել է պատերազմը ու Արցախը չի լքե, ոչ ինքը, ոչ իր ընտանիքը, բնական է, որ մարդունակ նախագահ է։ Ես տեսել եմ Քոչարյանի աշխատանքը։ Բազմաթիվ շենքեր է կառուցվել, բազմաթիվ շենքեր։ Ու վերածնունդ են կապրել, ամբողջ քաղաքը սկսել է զարթոն կապրել։ Աշխատավարձներն է բարձրացել, մարդիկ թոշակներն է բարձրացել։ Տեսել ենք տղամարդ ղեկավար։